2016 կապիկի տարի արդիվ Special Blue Label, Special Package, Mekşiş 168.99, Patron Silver, Pokşiş in 99. Սոնաֆե տարեցների առողջապահական կենտրոնի հարևանությամբ գործում է All for Health, Health for All բժշկական 8-րդ կենտրոնը Բժիշկ Ջանոյանի ղեկավարությամբ։ Ինչպես միշտ, Բժիշկ Ջանոյանը շարունակում է սփռել իր պրոֆեսիոնալ բժշկական խնամքը տարբեր համայնքներում։ Ժամանակակից սարքավորումներով հագեցված այս բժշկական կենտրոնից կարող են օգտվել բոլորը, ինչպես նաև Սոնաֆե տարեցների առողջապահական կենտրոնի այցելուները։ Առողջ մարմին, առողջ միտք։ Սա է ապահովում All for Health, Health for All բժշկական կենտրոնը։ Բարի երեկո սիրելի հարնագիցներ, այսօր ինչպես որ գտեսնանք շաբաթ երեկո ժամը 8-ին այսօր դեպի հաղորդում այս կային են ժամը 8-ին, մեր հաղորդումները գտել այստեղ են ժամը 8-ին ամեն շաբաթ երեկո։ Ուրեմն նախ ես կուզեմ ցավակցել այսօրվա բոլոր այդ իրադարձություններու մասին եւ այդ բոլոր ընտանիքներուն, որոնք կորցնեցին են զավակներ Արցախի շրջանի մեջ, բոլորը արդեն գիտեք, լուրերով ամեն տեղ են լսվի եւ լսվեցավ արդեն ինչ կատարվեցավ եւ ինչ կկատարվի այսօր Հայաստան աշխարհ, Արցախ աշխարհ, ինչ տեսակի զինվորական հարձակումներ եղան, ինչ տեսակի Նիկական Ուրեմն ինչպես որ բոլորը տեղեկություն ունիք այսօր ինչ կկատարվի Արցախի մեջ, ինչպես Ադրբեջանի բանակը հարձակեցավ Արցախի վրա եւ այսօր ցավակցություն կհայտնենք բոլոր այդ ընտանիքներուն, որոնք կորցրեցին զավակներ, 12 տարեկան երեխամը կորցված է եւ գիտեմ որ բոլորը լսեցիք այս լուրի մասին։ Ես նույն լուրերը պիտի չուզեի այսօր ասել այստեղ եմ, բայց կուզեի այսօր խոսել ավելի ինչի մասին, ինչի համար մենք հոս ասած ենք։ Եվ այդ համար այսօրվա մեր հյուրն է California State Senate-ի 25-րդ դիստրիկտի տեխնազու Քրիս Շահինյանը, որ մեր մեջն է։ Շատ երկար չի խոսիմ իր ծանոթացնեմ իրեն, բարի եկած ես Խաչիկ։ Շնորհակալ եմ Պետրոս, շնորհակալ եմ։ Ուրեմն այսօրվա մեր խնդիրը այստեղ մենք կտեսնանք նախճունիկ միապանություն, երկրորդը կտեսնանք այս մեծ խնդիրը, որ մեր աչքի առջևը կանգնած է, թշնամին պատրաստված է հարձակելու եւ ոչ թե միայն պատրաստված է, արդեն իրակորձած է իր գործը եւ կլսենք ամեն տեսակի քաղաքական վերլուծումներ, քննադատումներ, այս կամ այդ բաները, որ ամեն օրվա մասին լսեցինք, բայց ես կուզեմ ուրիշ անգյունով մոտենալ այս հարցին եւ ոչ թե վերլուծումներով խոսիլ կամ ասենք որ նամակ գրենք այստեղ կամ այդտեղը բարձր մարմիններուն, որոնք միջև այսօր ոչ մեկ կորց չեն հրած մեզ համար, միմիան խոսած են։ Այսօր կուզեմ խոսիլ ավելի ինչի համար հոս ենք, շատ կարևոր է։ Ինչի համար հոս ասած ենք, որ պիտի ունենանք այսպիսի դակնաբային շրջաններ եւ ոչ թե միան ունենանք այսպիսի դակնաբներ, այլ որովհետեւ մենք անկախություն չունենք, մենք right չունենք մեր, պիտի տեսնանք այս խնդիրները։ Ուրեմն խոսքը քեզ ուզեմ տալ, նախ ուզեմ ներկայացնես դու քեզ։ Շնորհակալ եմ, նախ կողջունեմ ձեզ սիրելի հեռուստադիտողներ,
Սիրելի հայրենակիցներ, ասիկա Պետրոս Հաջյանի առաջին հաղորդումն է, որ գսփռվի AABC կայանով եւ ցավով սրտի գսկսենք մենք ամբիսի օրվա մեջ այս հաղորդումը, որ մեր հայոց աշխարհը վտանգի արժև է եւ մեր սպառնացող թշնամին իր ուժերը գծցնեն, որբեսի անգամ եւս այնինչ որ 100 տարի առաջ Օսմանյան գաշություն եւ թուրքերը չգրցան հաջողցնել, այսօր կարծես թե Ադրբեջանը կչանա այդ կորձը ամբողջացնել։ Առաջին հերթին գուզեմ ցավակցություն հայտնել մեր բոլոր զոհված նահատակներին եւ երեք գիշեր երբ այս լուրը արի ինչ որ գբադայի Ղարաբաղի մեջ մինչև արդում ենք չեն կրծած գնացած մտահոգ ենք մեր հայրենիքով, մտահոգ ենք մեր զինվորներով, մտահոգ ենք մեր հայրենագիցներով, մտահոգ ենք մեր ազգի ջագրակիրով։ Ցավակցություններ կհայտնեմ այն ծնողներուն, որոնք այսօր գործուցին իրենց մադաղ երեխաները, երիտասարդները ջագրամարտի թաշտին մեջ եւ անոնց արյունը թողամահլա մենք խոնարհենք այն ծնողների առջև, որոնք պատրաստած են այնպիսի ազգի զավակներ, որ պատրաստ են մեզ համար այս սուղ քինը վճարել, պաշտպանելու հայոց հողը, հայոց թաշտերը եւ մեր ժողովուրդը։ Այսօր մենք կցավենք մյուս կողմը նաեւ գուզենք ուշադրություն դարձնել թե եւ մեր թշնամին զգուշացնել թե մենք այսօր ցերնազալ բիդի չմնանք նման ահապեկչություններու եւ նման սպառնումներու որ գդավի մեր զավակների մեր սահմանների վրա եւ ամենախիստ դով գտադաբարդենք Ադրբեջանի գարավարությունը եւ նմանավանդ այն երկիները որոնք այս բդության գսնեն ու գզինեն որտեղ Ադրբեջանը առանց այդ երկիներուն որոնք այսօր զանոնք կպաշտպանեն պիտի չգրնային հայոց բանակի վրա հարձակել եւ իսկապես այսօր լուրերը որ կստանանք կտեսնենք թե մեր հայոց բանակը իր լավագույն ծրվով պաշտպանած է մեր ժողովուրդը ապրեք դրեք եւ մենք ծեր գողքին ենք այո մեզ համար դերևս հերի են այսօր մղոնները անտին մենք մեր ցերկը չի ասի բայց հավատացեք մենք ամեն ճամ պիտի չխնայենք որբեսի այս հարցը հասնենք իր արդար լուծումին որ այդ հողերը պատմական հողեր են Ղարաբաղի հողերը կպատկանի մեր ժողովրդին եւ անոր որան երբեք վեճ չունենք ոչ կուզենք միացյալ նահանգները ոչ կուզենք եվրոպական երկրները ասեն թե որու կպատկանի այդ հողերը որտեղ այդ հողի վրա մեր գնիքը կա մեր ժողովրդի անունը կա այդ հողերը կպատկանի մեզի եւ մենք պատրաստ ենք իքին ամեն բանի Ղարաբաղը պահել Հայաստանի հողերին այո կողքին հիմա ժամանակ է եկավ սիրելիներ որ մենք ցույց տանք մեր միապանությունը ինչի համար շատ կարևոր է որ միապանությունը մենք միապանության յետևեն ենք որ թշնամին դեսնա ուժեղ սպիրտ շատ կարևոր է որ մենք միապանության մեջ օգտակար դառնանք այդ հայրենիքի զավակներուն որոնք այսօր կսպասեն մեր ցայնին գիտեք շատ հետաքրքիր է որ Արցախյան շրջանի մեջ կան 18 տարեկան 17 տարեկան երիտասարդներ որոնք սահմանը կպաշտպանեն մենք մեր այս ազատ հողերու մեջ շատ մեր հանգիստ կյանքը գաբրինք ազատ ծևով մեր ուրախության մեջ ժամանակ եկավ սիրելիներ որ մենք գանք մահարնենք եւ ցույց տանք մեր միապանությունը հայրենիքին մեր միապանությունը հայրենիքի բանակին մեր հայոց բանակին եւ այստեղն է որ կարեւորը գսվի վերև ասված վարը հայոց բանակ շատ կարեւոր է ասի որ մենք հասկանանք որ առանց հայոց բանակի հայրենիք քոյություն չի գտնար ունենալ եւ շատ անգամ գլսենք այդպիսի հերհուրանքներ հայրենիքի բանակի թեմ այդպիսի խոսակցություններ որ ժամանակ եկա որ թատրեցնենք ադոնք ամենքը եւ նեցուկ կանգնենք այսօր մեր հայրենիքի բանակին կարևոր չէ ինչ քաղաքական վերլուծումներ կա մենք կտեսնանք շատ հետաքրքիր է որ մի քանի օր առաջ
Քերին, սեկրետարի Քերին շատ բարձորեն ասավ ultimatum resolution-ը պետք է լա եւ solution-ը պետք է լա Արցախի հարցին եւ երկու օր վերջ կդստանք հարցակումներ։ Սիրելիներ, այսօր հայրենիքը վտանգի տակ է, հայ ազգը վտանգի տակ է, այսինքն ինչպես որ տեսանք այստեղը Միացյալ Նահանգներուն մեջ երդասարտությունը ավակա սերունդներ, որ կորուստի եզրին կանգնած են եւ կորուստի եզրին assimilation-ի եզրին կանգնած են, ավասիկ կտեսնանք նույն բանը։ Ադոր համար ինչ պետք է անենք եւ ինչի համար, որովհետեւ կազմակերպված չենք, ինչի համար, որովհետեւ տեսնանք որ լոբիինգը դժբախտաբար մեզի դերմը չի հասցուցած եւ նամանավանդ տեսնանք Ադրբեջանի բանակը կհարցակի Հայաստանի Արցախյան հողի վրա, մեր հայկական հողի վրա, Հայաստանի վրա տարիներ գրագած է եւ ոչ մեկ ցայմը չի ելած միջազգային գազམ་ակերպություններ են կամ կառավարություններ են եւ կտեսնանք այսօր այդ նույն բանակի զորությունը որ գզարնե, գիտեք, շատ հայեր կան, որոնք կսեն Բաքուն դառնենք, այս պիտենք, այդպիսով չի լուծվի այդ հարցը սիրելիներ։ Շատ կարևոր է, որ մենք այստեղ պետք է հասկանանք հարցին ճշմարտությունը, մեջը ինչ կա այս հարցին։ Հարցին մեջը կա շատ կարևոր հայ անհատը ոչնչացնել, վերացնել այս աշխարհի երեսեն։ Այդ հարցը մենք պետք է հասկանանք ուր գտանի որ մեզի։ Տեսեք, Միացյալ Նահանգներու մեջ, փանդերու մեջ, կամ assimilation-ի եզրի մեջ, որ չափով շատ երդասարտներ կանգնած են, լիբերալիզմի ideology-ի տակ, որ չափ երդասարտներ այսօր կգորեն դժբախտաբար։ Հոս Գլենդելի մեջ կտեսնանք վարձկերու փարսացումը եւ այդ վարձկերու փարսացման համար կտեսնանք ընտանիքներ կքայքավին եւ ուրիշ քաղաքներ երթան, ուրիշ նահանգներ երթան։ Հայ ազգը կփաժնեն գոր։ Ամեն քնով, ամեն ինչ նելով հայ ազգի փաժանման երևեն են, քայքայման երևեն են եւ ադոր համար մենք պետք է փրունցքը մեմիևս միացնենք, միասնական ցայնի մեջ բայկարինգ այդ թշնամիի թեմ։ Ուրեմն իմ խոսքս պիտի դամ Քրիսին շատ կարևոր է որ այս հարցով մենք խոսենք ինչպես պիտի կարողանանք հաղթահարել այս ամեն ինչի շատ կարևոր է որ տեսնանք օքեյ մենք խոսած ենք, լսած ենք, ջարեր լսած ենք, փեմերեն ջարեր լսած ենք, ամեն ինչ տեսած ենք, բայց Բեդոր շատ դերին է քո հարցումը եւ քիչ առաջ հարցը ինչու համար մենք խոսենք եւ նախ կուզեմ հիշել թե նախքան ռազմական այսպես աշխատանք սկսելը գիտեք թե անոր յետին քաղաքական մարդիկ որոշում արած են հետեւաբար այս ռազմական ինչ որ սկսավ երեք պատահական չէր պատրաստված աշխատանք մներ որ քաղաքական մարդոց կողմէ պատրաստված էր մեր ժողովրդի համար եւ պիտի բերեմ պատմական օրինակը Պետրոս եթե կարդոնես 150 տարի առաջ Խրիմյան հայրիկ եւ Բերլինի ժողովեն վերադարձավ եւ ամեն ազգերը եկած էին իրենց իրավունքները պաշտպանելու ամեն մեկ ազգ իրավունք արավ Խրիմյան հայրիկ թադար ցերկով վերադարձավ հայրենիք եւ դխուր էր եւ հուսահատ եւ մեզ այն ժամանակ ոսկիա կախնիկ մսավ թուղթե շերպով գարելիք չէ մեր ազգին իրավունքները պաշտպանել Խրիմյան հայրիկ մեզի այսօր գոչ կուղե նաեւ ասելու թե եթե մենք չհասկանանք կարևորությունը մեր ցերկի թուղթե ցերպը փոխելու երկաթե շերպի մենք երբեք մեր ազգին չենք կնար պաշտպանել մեր ժողովրդի դեր չենք կնար դառնալ այսօր մենք հայերս ամբողջ աշխարհի գոմ ծրված ենք հայոց ցեղասպանության պատճառով եւ ամեն ուր որ կացած ենք մենք այդ երկիրը գառուցած ենք Եվրոպան գառուցած ենք Չինաստան գառուցած ենք Միացյալ Նահանգները մենք ուր որ կացած ենք այդ երկիրը տրախտ դարձուցած ենք մենք այդ երկին մեջ մաս կազմած ենք գիտական, տնտեսական, բժշկական ամեն ցևով ներդրումներ կատարած ենք բայց ցավոք սրտի մեր ցերկի թուղթե շերպը մնացած է թուղթե շերպ եւ չէ եղած երկաթե շերպ Կոնտրոլը չեն կարող այո մինչ ուրիշ երկիրներ Միացյալ Նահանգների մեջ որ մեզ հետ հաստատված են այսօր իրենց ազգին երկաթե շերպով կպաշտպանեն
Մենք այսօր 300 տարվա պատմություն ենք Միացյալ Նահանգների հայերս 300 տարվա պատմություն ենք այսօր եթե մենք կոնգրեսի մեջ 5 հատ հայ կոնգրեսական ունենայինք 5 հատ սենատոր լայինք ամբողջ աշխարհը ոտի գելեր պաշտպանելու հայոց զորքը պաշտպանելու հայոց ժողովուրդը այս է որ մենք մեր ցերքի մեջ ուժ ունենք ցավով սրտի քանից անգամներ հիշած ենք դարիներ հիշած ենք դարբեր հաղորդումներով թե մենք պետք է թուղթե շերեփը երկաթե շերեփ դարձնենք եւ երբ որ գիշեմ թե մենք ինչպես կարելի է թուղթե շերեփ երկաթե դառնալ սիրելիներ քաղաքնիկը քաղաքական ուժ դառնալն է անորամար ասկե 8 ամիս առաջ ես հայտարարեցի իմ թեկնածությունս Կալիֆոռնիա սենատի 25-րդ շրջանին որ հայոց շրջան է ինչու համար որովհետեւ այս քաուտը որ 250,000 բնակչություն ունի իսկ Southern California որ 5 միլիոն բնակչություն ունի մենք ունենանք մեր ուժը մեր ցայնը Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգին մեջը եւ ասիկա ջամփան է սիրելներ սկիզբն է Քրիմյան հայրիկի թուղթե շերեփը երկաթե շերեփ դարձնելու հավատացեք Հանցնիկ մեկ երացանի այո այ հրամեցեք Լալո հրամեցեք Ապադրեսան αγոտնա այ հրամեցեք Ետ կամ եթե կարելի է եթե անձնական հերացայիններ կան շոյեն վերջրեք պրոգրամեն վերջրեք այս պրոգրամեն վերջրեք որովհետև հիմա պրոգրամի վրա եմ դրնալալ անձնավորությունը որ ինչի դեր որ եթե կարելի է պրոգրամեն վերջրեք ինձ հերացայիններ որ կարողանան խոսել հիմա ներգայիս այս հարցերով կխոսենք որ ներգայիս այստեղի հարցերով կխոսենք որ գներես խաչիկ խնդրեմ եթե պիտի հերացայինեք այս հարցով որ ներգայիս State Senate-ի կամ Արցախի հարցով հրամեցեք հերացայինեցեք գներես խոսք խնդրեմ գուզեի շեշտ տնել այս իրականության վրա սիրելի ժողովուրդ սիրելի հայրենակիցներ միշտ մեր ժողովրդին սպառնացող ուժեր եղած է մենք գիտենք մեր պատմությունն են 5000 դարվա պատմության մեջ մեզ 1000 անգամ ուզած են կոդորել ամեն երկիներ ուզած են հայ ժողովուրդը ոչնչացնել բայց մենք 1001 անգամ ոտքի կանգնած ենք որովհետև մենք հրաշք ազգ ենք եւ ցեզ կհավատացնեմ այս Արցախի խնդիրն է մենք հրաշքով շնորհիվ մեր ազգի հերոս զավակներին մենք այս ռազմական հարցը պիտի լուծենք իշահ մեր ժողովրդին եւ մենք ցույց տվենք մեր ճշտամին երբեսին թե անգարելի է Շուշին կրավելը մենք Շուշին կրցանք կրավել եւ Ղարաբաղը ամբողջ այսօր մեր ցերկերի մեջն է եւ պիտի պաշտպանենք ամեն քնով Ղարաբաղը մեկ քյուղ կամ մեկ թաղ չդամ Թուրքին որովհետև այդ հողերը կպատկանի մեզի բայց նորեն կարող այն գետին թե սպիրկը հզոր սպիրկը հավասար է հզոր հայրենիք սիրելներ լավ հասկացեք ինչ կսեմ Միացյալ Նահանգները ամենաուժեղ պետությունն է աշխարհի վրա եւ անոր աստեցությունը ամեն երկիր վրա կհասնի ամեն քաղաք կհասնի եւ մենք հայերս չենք օգտված այդ ուժեն պետք է օգտվենք այդ ուժեն եւ այդ միակ ծավը սիրելներ այսօրվա սկսենք բոլորս միապերան մեկ սիրտ մեր հոգի բայկարին այնինչ որ հանցինես կբայկարի Կալիֆոռնիա սենատ 25-րդ շրջանին եկեք հաղթանակ ապահովենք միասնապար հաղթանակ ապահովենք եւ մեր ճշտամիներին ցույց տանք թե մենք հաղթող ժողովուրդ ենք այսօր կսկսենք սենատով վաղը կանցնենք կոնգրեսի եւ հավատացեք շուտով կգնանք Միացյալ Նահանգների համար պատրաստել հայ տեխնոզումը իր մականունը հայկական մականունով այս է եզրը որ ջամփամը պետք է հետևենք այս է ուղին որ թուղթե շերեփը գնանք երկաթե շերեփ դարձնել այո հրամեցեք TV վրա եք այո այո հրամեցեք բարև ես կարող եմ ասել որ մենք երկաթե շերեփը կունենանք այն ժամանակ երբ որ մենք իրար սիրենք իրար վստահենք եւ թիմ ջաբ լինի եւ կարողանանք մենք իրար չնախանցելով կարողանանք ստեղծենք մեր երկիրը, մեր աշխարհը, բայց մենք այստեղ կորցնում ենք մեր երեխաներին, մեր ինքնությունը եւ ամենտեղ։ Սո կառուցում ենք, ձուլվում ենք, պարետանյութի նման գնում ենք, ինչ երկաթի շերեփի եւ ինչ հողի մասին է խոսքը։ Իսկ Ղարաբաղը
միշտ կոտորել են, կկոտորեն Հայաստանն էլ մտնելու կոտեն, որտեղ մենք իրար չենք սիրում, չենք պահում։ Մենք մենակ թուղթ ենք ուզում, այդ թղթի դրամի համար մենք միշտ իրար կոտորել ենք, դավաճանել ենք։ Երբ որ այդ քան կետերը մենք վերացնենք, մենք կլինենք կարգին մարդ, ինչպես սևերը մարդ դառան, ինչպես հրյաները հրյա դառան, բայց մենք դրանցից շատ հեռու ենք, քանի որ մենք իրար ատում ենք։ Շնորհակալություն, բայց ես համաձայն բերի չլա է, որ մենք ուրիշներից վատ ենք, մենք ուղղակի միապանություն չունենք, բայց մարդ դառնալու մասին մենք բոլոր ասկերը այդ civilization-ները հայերեն սորվեր են այդ civilized մեթոդները, եթե գուզեք ճիշտը գիտնալ։ Ուրեմն եկեք այդպես չի վերապերենք մենք մեզ, այո, բաժանություն կա, բայց պետք է ճիշտ ուղղությունով միապանությունը լա։ Ուրեմն միապանության վերապերյալ ես շատ կուզեմ խոսիլ այսօր միապանվենք առողջ ուժերու վրա, միապանվենք ավելի ճիշտ միտքի վրա, ինչպես օրինակ մի դամ ցեզի, եւ որ ունենանք այսօր մոտավորապես 10-15 կոնգրեսմեններ, որոնք այսօր կներկայացնեն մեր համայնքը կամ տարբեր համայնքներ կոնգրեսմեններ, օրինակի համար կա State Senate, որ գուզելալ Նևադայի մեջ, Արսեն Տեր-Պետրոսյան, խոսքի օրինակ, եւ այդպիսի երիտասարդներ պետք է կան առաջ, independent, ժողովրդի ցայնը, ժողովրդի մեջ են, անգուսակցական, որևէ մեկ կազմակերպություններով հետ կապ չունեցող, silent majority-ի ցայնը պետք է ներկայացվի այսօր մեր մեջ, այսինքն, եւ մեր ժողովրդի համար։ Եվ երբ որ կծնվին այդպիսի աբակասերուտներ, գտարնան կոնգրեսմեններ, գտարնան սենատորներ, գտարնան State Department-ի policy maker-ներ, այն ժամանակ երկիրը կշարժի հայկական շահի համար, ինչպես որ ժամանակին եւ որ էկոնոմիկական համակարգը կոնտրոլ եղած էր Օսմանյան գայսրության հայերու ցերկով, այդ նույն մեթոդները ամենաբարձր խավի եւ որ գառնվի հայերու ցերկը այն ժամանակ անշուշտ է գտարնա երկաթե շերեփը միապանությունը անդերը երկրորդական գտարնա եւ որ հայը գտարնա եւ կպաշտպանե իր հայրենիքի իր ասկի իրավունքները ինչի համար ունենանք այս չափ դժբախտաբար ցավալի փանդարգություններ ցավալի դարբեր դեսակ թեփքեր դրագի խնդիրներ եւ ուրիշ ասկեր կան որ այս երկրի մեջ կապրին նույն խնդիրները չունին ինչի համար որովհետեւ մենք չունենք այդ ուժը մենք չունենք մեր իրարաբար մեր իրավունքները դերը չեն կանգնած այսինքն եւ այդ ստանալու համար պետք է ոչ թե բանջենք ոչ թե լաբի ունենք այլ քվեներու մեջ պետք է մեր ցայնը ներկայացնենք օրինակի համար մենք շատ անգամ գնդրենք դարբեր անձնավորություններու որոնք կսեն որ մենք իրենք մեր թադը մեր իրավունքները պիտի պաշտպանեն դարբեր assembly-ի մեջ են կամ senate-ի մեջ կամ կոնգրեսի մեջ ինչի համար հայ չունենանք որ մեր իրավունքները պաշտպանեն կարևորը ասիկա է սիրելիներ կարևորը որ պետք է ադիգա հասկանանք եւ պետք է սկսենք մենք կոնտրոլը առնենք եւ կոնտրոլը առաջ տանենք որ կարողանանք մենք այս համայնքը պաշտպանենք եւ երբ որ թշնամին կհարցակի բադասխան գուտա ոչ թե այսօրվա պես համայնքը մեկը միսեն լուրջ ունի կանկատներ լոբինգներ կամ նամակներ այս դիպարտմենտին կամ այդ դիպարտմենտին գիտեք անբադասխանադու նամակներ բիդելա որովհետեւ բադասխան չի գանուս մեր ժամանակավոր այսօր Ադրբեջանը այդ չափ տրամ գտապե Միացյալ Նահանգներու լոբիներու մեջ հրյական բոլոր գազագերբությունները մեծամասնությամբ Լոս Անջելեսի կամ դարբեր համայնքներու այսօր Ադրբեջանի լոբիով գաբրի գործիչ բախտապար եւ տեսեք ինչպես որ Իսրայելի բեդական մարտիկ Խոջալուի ցեղասպանությունը սուց ցեղասպանությունը ճանաչեցին միջազգային կետնի վրա տեսեք ուր հասեր է այսօր երբ որ մենք ունենանք մեր ներկայացուցիչները մեր ցայնը եւ silent majority ցայնը որ միջև այսօր չեքը վայարգած միջև այսօր ցայն չեն ունեցած այն ժամանակ մենք հաղթական կլանք կարևոր է ասիկա հրամեցեք Հարկաժան Պետրոս կուզեմ շնորհավորեմ այսքան նոր հաղորդման համար Մերսի ու եղած ես մի ցայն քաղաքի մեջ ոչ միշտ խոսացել է ճիշտը հայ ժողովրդի շահերը միացնել հայ ժողովուրդը օգնել հայերին ճամփացույց տալ շնորհավոր լինի մեր եղբայրը բարոնը որ այսօր հրավիրել է որ ինքը գուզե որ ցայն շահ է ես իրեն հաջողություն կմաղթեմ աստված տա ինքը հաղթե
մենք շատ պետքություն ունենք այսպեսի շոուի, որ մեր ժողովուրդը միացնենք, աչքը բացենք, ականջը բացենք, որտեղ թշնամին քիշեր ցերեկ advertising-ով թարցել է Ամերիկայի շունը, Թուրքը եւ Ադրբեջանը թարցել Ամերիկայի շունը, ում գուզես կծենք, ում վրա հարձակվենք, Սուրիայի վրա, Ասավ վրա, իրենք ամեն ինչը գնեն, որպեսի հզոր պետության շահերը ամեն ինչ գնեն։ Մեզ պետք է, որ մենք ուժեղ եղբայրներ ունենանք սենատների մեջ, Վաշինգտոնի մեջ, որ մեր շահերը պաշտպանվի եւ պոլիտիկապես եւ հաջողություն կցանկանան եւ hopefully շատ այսպիսի հաղորդումներ կունենանք Պետրոս ջան եւ շատ ասանք շոուեր կունենանք TV-ով։ Շնորհակալություն։ Հիմա ես գիտեմ քիզեր գա մեկ բան ուզեմ սպասեք, ես ուզեմ կարևոր միտք մտամ ցեզի։ Մենք հավաքված ենք Գլենդելի Բուրբենկի շուրջը հայերը եւ այդ հավաքված հայերուցայինը այսօր գուզեն իրարից զադել։ Ինչով։ Շատ կարևոր է որ ասի հասկանանք։ Տեսեք rent control-ը։ Մարդիկ կան որոնք ասեն city-ին չի գնար այսպես անել, այդպես անել կամ այդպես անել։ Պետք է rent-երը բարձրանան։ Բայց դուք գիտեք սիրեներ, ցեզի բարձ ասեմ, շատ կարևոր նյութ մգա այստեղը։ Այսօր թշնամիի լաբիի տրամները կանգնած է բաժնելու հայ ասկը հոստեղեն դուրս անելու։ Դանելու դարբեր դեղեր, որ մեր ցայները սպարեն եւ մեզ տկարացնեն, որով տեսան որ հայերը Գլենդելի մեջ զորացան, Բուրբենկի մեջ զորացան, Լոս Անջելեսի մեջ զորացան, թշնամին չէ գնացած։ Այսօր որ մենք ճունենանք մեր ներկայացուցիչները ամբիոններու վրա, որ մեր ցայնը կներկայացնեն, որ մեր շահերը կներկայացնեն, այն ժամանակ մենք գորած ենք։ Այն ժամանակ Բիդելլա այստեղի քիները խոսքերնակ Լոս Անջելեսի Գլենդելի շրջանի մեջ ինչպես որ կտեսնակ 500-ով 600-ով կփարսացնեն մարդիկ, չեն մտածեր, որ մարդը հազիվ իր վարձ կգահացնե, ինչպես պիտի ապրի ընտանիքը։ Ադոր համար պետք է silent majority-ի ցայնեն ներկայացուցիչը, ժողովրդի ցայնը պետք է։ Շատերը կանգնեն որ այս անստավորությունը երբեք սենատոր չի եղած, ինչպես պիտի լա։ Գիտեք ինչ է, անոնք որ միջև այսօր եղեր են, մեզ համար ինչ իրեր են սիրելներ, ոչ մեկ բան։ Մեր համայնքի համար ինչ իրեր են, ոչ մեկ բան։ Գրնալալ մեկ երկու հոգի բիզնեսային կամ NGO-ներուն համար լավ տրամ դվերեն, բայց մեր անձնական ժողովրդի համար 90% ժողովրդի համար, որ այսօր թափառած է, ոչ մեկ բան չեն ըրած, իրենք մեզ անբիդանին են։ Եվ ավելյալ այդ վակցինացիաները հարցը, որ տարին եւ մեր աբակա սերունդները նահատակության վրա տրին։ Շատ կարևոր է որ ասիկա մենք գիտնանք, որ այսօր մեր համայնքը կանգնած է բادرազմական շրջանի մեջ։ Ես շատ լավ գիշեմ 1994-ին 5-ին եւ որ հայտարարեցի հայ համայնքի մեջ փանդարգությունը պիտի շատնա եւ շատցավ եւ ավելի շատցավ տրագը եւ ավելի շատցավ ամեն լիբերալիզմը տեսեք ինչ լինած հանրային դպրոցները եւ այսօր ժամանակ եկավ սիրելի հայ ժողովուրդ որ դուք silent majority-ին ոտքի կանգնի եւ ընտրեք ծեր տեխնազուն ծեր մեջի տեխնազուն ծեր զավակը ծեր անձնավորությունը որ ցեզ ներկայացնե ծեր միտքը ներկայացնե կարեւոր է ասիկա Պետրոս անկան լուրջ հարցերու սկսանք շոշափել, որ գարժե մեգիկ ասոնք ուշադրություն։ Ես անցնեմ մեկ հատ հեռացայինի։ Այո, հրամեցեք։ Հալո։ Այո, հրամեցեք։ Հա, հարգեմ։ Հրամեցեք։ Պետրոս, կլսես ինձ։ Այո, կլսեմ։ Գնացի արգեթե աթխացի քիշնի հերրի քո այսօրվա։ Հրամեցեք։ Դու բայց դու քիչարաճ ճիշտ կամի վրա զարգեցիք։ Երբ որ ժողովրդին գուզեն ծրել, ուզեն գլենդելեն հերացնել, կները գպարտասնեն։ Մի փոքր օրինակ բերեմ։ Ես թորնի գունեմ, Այո։ 8 տարեկան հետ վրս կեկտա։ Հիմա կները պարտասուցել են բիլայինի, $1 երեխայի համար։ Ես խոսքը օրինակ, բաս պեսում իմ, գանցնի $1 գուտեմ գեկտամ։ Ընդանիքներ գա ձնողը $2 գուտա դանելու, $2 դալու հետ կալու, շապատի $20, ամիս $80, և որ սենյոր սիտիզներեն 50 սենտ կարնեն, երեխաների կրվանը գմբնա $1 գարեն, հարդիս տարածխանը, դες այդ որ գիշմարդություն է, որդև հայերը նստած են, գները գամը, պետք է որ հայերին ծանչի դանք, դերող գերնեն, բայ։ Ես մեմ եվս ասեմ, հայերը նստած են հայերին ծանչի դանք, հայերը չէին նստած նույն խնդիրը գար, silent majority մեջ են պետք է լեցայնը, silent majority-ն է որ պետք է
իր մարդիկը ոչ թե կազմակերպությունները նշանակեն, այլ ժողովուրդը պետք է նշանակի, լավ հասկացեք ինձ։ Ժողովուրդը պետք է նշանակի։ Ցեզի օրինակ մտամ այսօր եւ որ ունեցել ենք այսչափի լոբիիստներ, օդար լոբիիստներ մեզ համար եւ կազեր են թեպի կոնգրես կամ այս, մեզ ինչ խոստացած են։ Խոստացած են մեր գենոսայդը պիտի ջանցվի, մեր գենոսայդի գոմնագից պիտի քվեարկեն։ Բայց ինչ տեղի ունեցած է։ Սպիտակ ցեղասպանությունը հայը պետք է ընդրվի, շատ կարևոր է։ Հայը պետք է ընդրվի, այո։ Ոչ թե հայը, որ գազམ་ագերբություններու անունից կաշխատի գոր։ Հայը պետք է ընդրվի, որ ժողովրդի մեջ են ծնված է, կարևոր է ասիգա։ Պետրոս գիտեմ հերացանողներ կան։ Մեգադալ բիզարնեն վերջին քաշ։ Այո, հրամեցեք։ Հրամեցեք։ Լսել։ Ալո, Հրամեցեք։ ես ուզում եմ պատասխանեմ ինչ-որ հարցի, ով է լսում ինձ։ Պետրոսը կլսեք, որ հրամեցեք, կլսենք։ Պետրոս, ուրեմն գիտեք ինչ, ունենք Ստեփան Պարտանյանը, որ մեր ազգին այդքան վատաբանում, այդքան Լավ, այսօր Ստեփան Պարտամյանի հարցը չենք լուզեր որ աստեղը։ Հա? Այսօր Ստեփանի մասին չենք խոսի որ։ Հասկանալի է, բայց նոր մի հատ կին էլ է հայտնվել Ստեփանի նման։ Ես չեմ հասկանում, ինչ են ուզում այդ ձերմարտիկ։ Լավ, եկեք այսօր Ադոնս մասին չի խոսենք, խոսենք այսօր տեխնազուի մասին։ Այսօր մեր համայնքի մասին խոսենք։ Հրամեցեք։ Հալո, ես սպասում եմ որ ինձ միացնեն, էլի։ Միացրել եք, հիմա հրամեցեք։ Բայց Միացրել եք, հիմա հրամեցեք։ օքեյ, ես գիտեք ինչ։ Հրամեցեք։ Պետրոս ջան, ես մի բան եմ ուզում ասեմ։ Դուք շատ լավ մարդիկ եք։ օքեյ, ես ասում եմ։ Լավ, ծեր հերոստացույցը քիչ մտածուցեք կրնակ խոսիլ, հրամեցեք։ օքեյ։ Այո, հրամեցեք։ Մի րոպե։ Պետրոս ջան, հա, Պետրոս, ուրեմն այստեղ կարևորը, որ գիտեք ոնց, այստեղ ժողովրդին հանելը ճիշտ բանի, ճիշտ։ Հիմա տեսակ ռուսները ոնց ինքնատիրները ռումբերով սպանեցին ու լմնցավ գնաց։ Դուք մի նայեք որ էսի ինչ ասեց, էնի ինչ ասեց, փող պիտի հավաքենք, զենք պիտի առնենք եւ հաղթենք եւ վերջացա, թե չէ գլուխները ցաված ասեց։ Շնորհակալություն։ Okay, հիմա խոսքս քեզ դամ։ Well, այս մի քանի անցնող վարքյանների մեջ բավական լուրջ հարցեր շոշափեցինք, կարելի անոնց մեկիկ անոնց վրա ասին։ Այսօր մենք ազգովին բոլորս ցնցված ենք, առանց բացառության։ Ամբողջ գիշեր չենք քնացած եւ մտահոգ ենք մեր զավակներով, մեր հայրենիքով, մեր հողով։ Ցեզի սեմ քանի օդար այսօր ցեզի նման երկունը փախծուց։ Քանի ոչ հայեր այսօր անամքիստ են եւ ցնցված են։ Ձեզ կվստահեցնեմ ոչ մեկը։ Մեր վիճակեն միայն մենք կհասկանանք։ Մեր ազգին վիճակեն մենք կհասկանանք։ Եվ քիչ առաջ որ Պետրոսը գսել մեր ազգ ժողովուրդը գուզեն բաժնել, մեր քվեները գուզեն բաժնել, շատ լուրջ հարց է։ Մեզ ուկան մեր ականջներուն կփսփսան այս կամ այն ծավով որովհետեւ մեր ուժերը բաժնեն, որովհետեւ մենք մեր իրավունքներուն դեր չթարնանք։ Նույնը օրին 1915-ին առաջ Եվ այսօր նույնը գուզեններ քաղաքական ագնոցով թիդված Միացյալ Նահանգների մեջ։ Այսօր ես միակ տեխնազուն եմ, որ 25-րդ շրջանին եւ մեր բոլոր միակ հայ տեխնազուն եմ եւ մեր այս շրջանի սկսելով Sunland-ն, Glendale, Burbank, Pasadena, այս բոլոր շրջանի բոլոր հայերս միասին մեկ քվե բեչե օդայնդան քիդնալով, քիդակցելով որ մեր ցավեն միայն վիշտեն միայն հայը կհասկանա մենք կհասկանանք ես կուզեմ իմ հարցումներ հարցնեմ որովհետեւ ժողովուրդը այս նույն հարցումները կհարցնե լավ հիմա ժողովուրդը ունի խոսքի օրինակ շատ հարցեր բայց մենք հարցեր են մեկը որ մի քանի անգամ խոսվեցավ rent control-ի հարցն է շատերը եկել խոստացել են բայց չեն գրծած իրականացնել ինչպես պիտի կարողանաս ադիգանես եւ նախ ասեմ ցեզ օրինակ բիդամ ինչու համար rent control-ը ամիջապես այս Glendale քաղաքի մեջ սկսած է փարսանալ 2-3 շաբաթ առաջ ես որպես տեխնազու սկսա Glendale-ի парքերը մեկ այցելել որպեսզի մեր ժողովրդի մտահոգությունները լսեմ, անոնց հարցերը լսեմ եւ Maple Park-ի 95%-ը որ 125 հոգիներ գային բոլորն նույն կանգնած ներկայացին Քրիստիանս մեր ռենտելը ինչպես կարելի է տանտակցնել որտեղ տանդերները կփարծացնեն եւ
անսահմանորեն մենք դժվարության առջև ենք։ 20 տարի առաջ, 25 տարի առաջ Փաշինյանի քաղաքի մեջ եւ սևականները բավական ուժ էին, որովհետեւ սևականները դուրս անեն Փաշինյանին եւ իրականացավ ադիգա Փաշինյանի վարձկերը բարձրացին, խեղճ բանվորները, անոնք որոնք սոսյալի գարնեն, անոնք որոնք թոշակ գարնեն, չգրցան այդ վարձկերը վճարել եւ ստիպված ցկեցին դեղափոխվեցան Լանկաստեր եւ այս այն քաղաքները։ Սիրելի հայրենագիտներ, նույնը պիտի պատահի Գլենդելի ժողովրդին եւ ասեմ ինչու համար, որովհետեւ Գլենդելը դարձավ այսօր հայ քաղաքի ամենաուժեղ քաղաքը, Գլենդելը եւ անոր շրջակա հայությունը։ Հետևաբար մեր թշնամին պիտի բաժնե մեր քվեները եւ բաժնե մեր ուժը։ Հետևաբար այս աշխատանքը կդանի։ Ես որպես այսօր տեխնազուց հեզիգսեմ եւ շատ միշտ կգտնեմ թե ես չեմ սիրել շրայլ խոստումներով ժողովրդին խապել եւ այս խոստումները, բայց պիտի չարդոնեմ որ մեկցեվով որ մեր ժողովուրդը այստեղեն դուրս անեն այս կամ այն պատճառներով։ Դերևս սեր քաղաքապետարանի մարդիկ ասեն որ մենք բանը չենք կրնանել, շատ լավ կրնանել, կրնան հավաքվել եւ օրենքը վավերացնել թե լիմիտ տնեն, սահման տնեն այդ rent control-ին, բայց ասեմ ինչու չեն գնար Պետրոս, որովհետև այդ մարդիկ որ գնդրվին, բոլորն գնդրվին այն մարդոց տրամներով, որոնք պետք է անոնք իրենք շահերը պաշտպանեն։ Corporation-ների, special interest-ներու տրամով գնդրվին, եւ անոնք գնդրվին անոնց տրամով, անգարելի է որ ժողովրդին պետք է հոգան։ Անոնհամար ես ծրաչև կգրտնեմ, քանի անգամ գրտներեմ։ Ես ոչ մեկ corporation-ները կմերժեմ տրամարնել, ոչ մեկ լոբիստները կմերժեմ տրամարնել, որպես ես կրնամ ջագադեսպած, սիրտեսպած, զարայել իմ քաղաքի, իմ ժողովրդի եւ Կալիֆոռնիա 25-րդ շրջանի բնակիչներուն։ Այս է իմ խոստումը, իսկ հալով rent control-ին։ Եթե ծեր քաղաքապետարանի անդամները զլանան աշխատանքը, ես ցեզ գսեմ պիտի բայկարիմ Կալիֆոռնիա մեջ, որպեսզի օրենք վավերացնեմ, որ մեր ժողովուրդը, մեր հայրը այստեղ են չբաժնեն։ Եվ ցեզ գսեմ, միացեք մեզի, միացեք մեր բայկարին, մի խապվիկ, անոնք որոնք գսեն թե Ջանին, Ջաքին կամ ասոր կվեարգեք, մի խապվիկ սիրելներ, մենք շատ խապված ենք, անցնող 40-50 տարվա մեջ շատերուն կվեարգեցինք, շատեր մեզ խոստացան շատ բաներ, անոնց արդյունքը ոչինչ։ Հիմա ժամանակն որ մենք մեզի վստահենք, մենք մեր ուժերուն, մեր զավակները թող աթոռները վրանցին եւ այն adեն ուրիշները թող կան, մեզ մե խնդրեն թե այս կամ այն քաղաքին համար ինչ պետք է անենք։ Շատ բարի։ Ուրեմն State Senate-ը գրնա վավերացնել օրենքը Կալիֆոռնիայի մեջ։ Ես State Senate-ի ժողովուրդը հատուկ ուզեր գործել ավելի State Senate-ի բարդականությունը եկա է որ բոլոր Կալիֆոռնիա նահանգի մեջ օրենքներ վավերացնել, հաստատել, ինչ որ պետք է իր ժողովրդի համար, Կալիֆոռնիա համար։ Անցյալ տարի օրենքը վավերացավ որ մեր բոլոր ժողովրդին հագարակ է as vaccination-ի համար։ Այո։ Որովհետև նորեն հարուստներ, pharmaceutical company-ներ կողքովի եկան եւ գաշարեցին մեր քաղաքական մարդիկը եւ մեր ժողովրդի հագարակ քվեարկեցին։ Մենք պետք ունենք աթոռների վրա մարդիկ, քաղաքական մարդիկ, որոնք միայն ժողովրդի շահերը կպաշտպանեն։ Եվ մեր բարդականությունը որպես սենատոր դեսնենք պետք է ինչ է մեր քաղաքին։ Իմ բարդականությունը որպես հայր ներկայացուցիչ, ինչ է մեր ժողովրդի պետքը։ Եվ անիկա բոլոր Կալիֆոռնիա մեջ պաշտպանեմ, եթե օրենքներ անցնելով կամ վավերացնելով։ Այո, հրամեցեք։ Hello։ Այո, հրամեցեք։ Բարև ձեզ, պարոն Հաջյան։ Բարև ձեզ։ Ինչպես եք, պարոն Քրիստինե, բարևներ։ Մենք Գլենդելուն ենք ապրում եւ մենք այդ զոհերից ենք, որ մեզ rent control չկա եւ մեր տան վարձերը մեկ անգամից բարձրացրեցին 1600 վարձ էինք տալիս ամսական, հիմա մեր վարձը դարձավ $2050 եւ թոշակառուներ են եւ վերֆերականներ են ամբողջ շենքը ապրող 65 յունիտ է խնդրեցին, գաղաչեցին, գնացինք քաղաքապետարան, մեր 3 հայ տրանսֆորմերները մեզ ոչ մի ձևով չօգնեցին, արհամարեցին, ծիծաղեցին մեր վրա եւ մենք այսօր չգիտենք ինչ վիճակի մեջ ենք, անգելանելի, ուր գնանք, ինչ անենք, ասենք այս ամիս մենք այդ վարձը տվեցինք, բայց այս ամիսները ինչ պետք է անենք,
Գերերում ենք վճարելու, չեն կարողանում ապրել, ամեն մարդ չի որ ունի զավակներ, որ կարող են զավակներ իրենց օգնել։ Այս հարցը ինչպես պետք է լուծվի, բողոքում ենք քանի ամիսի այլևս շենքը գնել են ուրիշ մեկը եւ մեզ ահագին վատ վիճակի մեջ է գտել տանտիրոջ անունը չգիտենք, որ կանչենք բողոքենք եւ քաղաքապետարանը ոչ մի ձևի մեզ չօգներ, ոչ մի ձևի, ինչ կարող ենք անել, դուք կարող եք ինձ ասել, ինչպես կարող եք օգնել մեզ։ Ես պիտի խոսքը ստամ Քրիսին, որ պատասխանը ինչպես կրնա օգնել, հիմա ներկայիս ինքը չի կրնար օգնել անշուշտ է։ Նայեցեք քիչ առաջ անորոշ գուզեի շեշտել, անշուշտ քաղաքավարական անդամները կրնան դնել, որովհետև այս քաղաքի մեջ ինչ գլանդելի մեջ ինչ օրենք որ կա, իրենք իրավունք ունին ադիգա վերադեսության ենթարկել եւ օրենքներ վավերացնել։ Եթե գսեն ցեզի թե մենք չենք կրնար, չեմ ուզել ասել ինչ կուզեն ասել, մեկ խոսքով չեն ուզեր այս հարցին շոշափել, չեն ուզեր մոդենալ, որովհետև իրենց վնաս կհասնի։ Այն մարդիկ, որոնք իրենց յետին կանգնած են, որ գուզեն այս կամ այն դեղերը դեվելոպերներ, որոնք շինարարության մարդիկն են, անոնք որոնք ձեր գուզեն որ դուք դուրսել եք, որովհետեւ անոնք կան, անոնք են որ անոնք շահերը չեն ուզեր վնասել։ Հետևաբար ես գուզեմ մեկ բան ասեմ աստեղ, որ գուզեմ ժողովուրդը հասկանա։ Սիրելիներ, միջև այսօր գնալած ես համար խախնի մնացել է։ Development-ներ կա, նոր development-ներ կա Գլանդերի շրջանի մեջ, Հայաշատ շրջանի մեջ, one bedroom apartments կամ condos խոսքի օրինակ։ Ինչի համար, որովհետև գուզեն family unit-ները դուրս անեն Գլանդելեն։ Եվ ասիկա թշպախտապար քաղաքապետարանը ո՞ր մեկ ինչ է ասած, բայց այսպիսի ջենդաներ կա։ Եվ եթե ելենս են մեր ասածը սուտ է, կփաստենք որ իրենք են սուտը։ Նու ամեն դեվիանները կրնամ դալ, եթե ո՞ր մեկը challenge-ն է ադորտեմ։ Պատրաստ ենք դվյանները տալու ամեն փաստերով։ Ուրեմն եկեք challenge-ը չերտանք։ Այս է իրականությունը, որ այդպիսի պլաններ կա Գլանդելի համար, որ հայ համայնքը դադարգեն եւ լման ուրիշ տեղեր դարածվի հայի, որ մեր ցայնը ցույցիրությանն են, որովհետեւ հայկական լաբի ցայնը շատ զորավոր է, շատ կարեւոր է որ ասի գիտնանք։ Եթե այսօր մենք կգարձենք, որ այդ հարցը չի լուծվի, որովհետեւ քաղաքական մարդիկ կսեն չի լուծիր, ոչ, իրենք special interest-ներու միջոցով տրամներ կստանան, ադորամար կսեն չընդունվիր։ Տեսեք, Հայաստանը այսօր ամեն տեսակի հարցակումի դակ է։ Հայաստանի մեջ, Արցախի մեջ, ադրբեջանական բանակի հարցակումի դակ է։ Այստեղը այս տեսակի հարցակումներու դակ է, եւ ոչ թե միայն այս տեսակ, հազարավոր հարցակումներ, որ դարիներ խոսած են ադոր մասին։ Եվ այսօր ժամանակն է, որ մենք ունենանք, տեսեք, անգլերենով գսեն silent majority ժողովրդի 90% չի կվերարգեր, հայերուն 90% չի կվեր չի դար, ժամանակ եկավ, որ ժողովրդի մեջ են ընդրվի այլևս այդ աթորի մարդիկ, որ իրենց համար աշխատի, իրենց համար երթա իրավունքը, ոչ թե special interest-ներուն համար, շատ կարևոր է, հրամեցեք, Ալո, հարևցես, քիչ մահարակ, կներեք, ումետում բարբետոսեներում խոսում, այո, հրամեցեք, կներեք, դուք շատ սրին եք խոսում, շատ ընդունակ եք, բայց մի բան ասեմ, ամեն այդ տանտերերը հայ են, որ տենց են անում, ամեն, շատերը հայ են, այսինքն մենք առաջ մետեղ նստում ենք, ամերիկացին ծախեցին մատ հայի, հենց այնով շատացրան, հիմա շատ տեղեր հայերը առել են և այդ ռենտը սարկել են, այդ ինչ է պատմությունը, հային ուզում պաղցնի, հնարավոր է, շատ հնարավոր է, գամալակահություն է, բայց հնարավոր է, չես կնեն եմ, հազար տեղ կնացել եմ, հարցրել եմ, ամեն տանտերը հայ են, շատ հայ են, շնորհակալություն, միան rent control-ի հարցը չէ, rent control-ը մեկ հարց մն է որ դվենք, հազարավոր հարցեր կա, թեր խոսելու, թեր կիտնալու, որ պետք է մեր իրավունքները ժողովրդի ցայնով ներկայացվի եւ ոչ թե նշանակված մարդիկ, որոնք պիտի նշանակվին եւ ընդրվին 10%-ի միջոցով։ Ժամանակ եկա որ ժողովուրդը ընդրի այլևս տեխնազուները։ Սիրելի հայ ազգ, դուք բոլորը իրավունք ունիք ռեջիստրը լալու, ընդրելու ծեր մեջի զավակներեն եւ ոչ թե ուրիշներու ասելով։ Այսօր կտեսնանք,
Եվ որ ուրիշները կխոսին գուքան գսեն ցեղասպանություն պիտի ընդունին։ Ցեղասպանությունը 101 տարի անցավ, դեր ցեղասպանություն պիտի ընդունին եւ ոչ թե միայն այսօր սպիտակ ցեղասպանություն երթագոր մեր աչքի առջև։ Ասլի մեկ եւս հերացայինի։ Այո, հրամեցեք։ Հրամեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Պետրոս։ Այո, հրամեցեք։ Ես ողջունում եմ ձեր հյուրին, որովհետև ձեր հյուրը երևում է, որ խելացի անձնավորություն է։ Այո։ Եվ ես ինքս որպես հայկին 100%-ով ես պետք է ձեր հյուրին ընտրեմ, որովհետև նա շատ խելացի եւ առաջի մարդը, որ ռենտ կոնտրոլի համար խոսած, ուղղակի մեր ժողովուրդը մեղք են, պարոն Պետրոս։ Այո, շնորհակալություն։ Քանի որ տեղ ամեն ինչ թողել են, եկել են Հայաստան, Ամերիկայում, Ամերիկան ծաղկացնում են, պարոն Պետրոս։ Գլենդելը ես 25 տարի առաջ եկել եմ Գլենդել ես ձևի չէր, բայց այսօրվա օրը Գլենդելը ծաղկել է։ Ուրեմն պետք է հայ ժողովրդին ընդունեն, հայ ժողովրդի կարիքները պետք է հոգան։ Ինչի պետք է հայ ժողովրդին Գլենդելից անեն, որովհետև հայ ժողովուրդն է Գլենդելը ծաղկացվել։ Ես ողջունում եմ ձեր հույրին, ցանկանում եմ իրեն առողջություն, երկար կյանք, թող իր սուրը ոնց ասած հայ մեծավորներին թող սուրը աչ ու ձախ կտրի եւ հասնի իր նպատակին։ Շնորհակալություն։ Այո։ Պետրոս նախ կուզեմ սիրելի հայրենագիտներ ասել թե rent control-ը մեր նյութերը մեկն է, անտին ունենք շատ լուրջ հարցեր, մենք ունենք Կալիֆոռնիա տնտեսությունը, մենք ունենք տարածքներում վիճակը, ունենք մեր երիտասարդներում վիճակը, որ թմրեցուցիչները դագեն, ունենք համասարաններում թոշակը, գրթական մագարտակը, շատ հարցեր ունենք, բայց կուզեմ հոս Սերուշատյան հայտնել կարևոր թերմը։ Ես քաղաքականությունն կհասկանամ եւ երկար տարիներ փաստների քաղաքների մեջ եղած եմ, գիտեմ օրենքները։ Եվ եթե անոնք, որոնք ցեզի գսեն թե քաղաքարանի անդամները չեն կրնանել, ցեզիսեմ ինչպես կրնանել։ Եթե 3 city council-ներ Կովկովի կան Գլենդելի մեջ կրնան վավերացնել օրենքը, որ սահմանափակեն rent-ը։ Ասիկա կրնակ հարցնել եւ ցեզի հաստատ կսեմ ասիկա եւ ոչ մի չի գնա դրժել ասիկա։ Իսկ եթե իրենք չնեն այս կորձը, ես Սակրամենտոյեն բերնեմ այս մեկը, որբեսի մեր ժողովուրդը պաշտպանեմ։ Սիրելիներ, մենք մինչև երբ այս կամ այն անձերուն պիտի հովերով դարվինք։ Ցեզի Պետրոս եղբայրը մարդահրավերն մեր արջևը կանչեց։ Եվ մարդահրավերը այսօր այս է։ Լուրջ հարցեր կա մեր արջևը։ Բոլոր մեր ազգին եւ մեր քաղաքին կամ արտոնալով, գիտակցությամբ, ցերսեկի տալով, դարբերություն մեր դարբերությունն մեկտուկ տնելով, հարանվանական դարբերությունները, զնյալ քաղաքների դարբերությունները, մեր գուսակցական դարբերություն մեկտի կտնենք եւ մեր ազգային շահերը կխորենք, կձրակրենք եւ կպաշտպանենք, սկսելով Կալիֆոռնիա սենատի այս աթորեն։ Ես ցեզի կհրավիրեմ սիրելիներ, բոլորդ անխտրապար օգնեք ցերկի դանք ու սուսի դանք, որ այս շրջանը որ հայերուն սիրտն է 250,000 հայեր կբնակին այս շրջանի մեջ։ Այս աթորը առնենք իբադիվ մեր հայերուն եւ ես ցեզ կվստահեցնեմ։ Իմ հերացայինս համար միշտ բաց պիտի ժողովրդիս։ Իմ գրասենյակը բաց է ցեզի համար։ Ոչ թե ցեզ անարգելու համար, ինչպես այսօր ցեզ գնեն, հապա ցեզ լսելու եւ ցեր արջևը խոնարհելու, որտեղ ամեն մեկ հայ հրաշք ազգի զավակներն են, մեկ բոլոր իրավունք ունիք լավագույն ծավով ավերելու այս միացյալ նահանգների մեջ։ Ոչ մեկը ցեզ պետք չէ վատ աչքով նայի։ Բոլորդ արժանի եք հավասար եք այս սերգի մեջ հավասար աչքով դատվելու։ Այո, հրամեցեք։ Հրամեցեք։ Խոսում եմ ոնց անենք։ Լավ, խոսեցեք, ձեր հարցումը տվեցեք։ Այո։ Պարոն Պետրոս։ Այո, հրամեցեք։ Պարոն Պետրոս։ Լսում եք ինձ։ Այո, գլսենք, որ խոսեցեք։ Պարոն Պետրոս, ես 7 տարի ապրում եմ Լոս Անջելեսում։ Section 8-ով գրված է եւ իրանք ում անդրեցի դիպը ասեցինով կողքնենք ձեզ, կողքնենք ոնց որ ասած սաղ շենքերը ծախեցին, հողամասերը ծախեցին, հարուստներին լծվինուսեղ, հիմա մեզ օչով չի նայում, խնդրում եք որ դուք մի օգնություն բերեք մեր հայ ժողովրդին։ Շնորհակալություն։ Սիրելիներ, ռենտի հարցը մեկ հարց մնե, որ Խաչիկը խոսեցավ,
Ռենտեն շատ ուրիշ հարցեր կա, խոսքի օրինակ կա հարցը քոլեջներու, բայց մեր ժամանակը վերջացավ, խաչիկ քեզ պիտի դամ 30 seconds որ վերջացնենք ծրագրամը, որով ինձ նշեցին որ վերջացավ։ Միան գուզեմ սեր հայրագիստներ, մենք այսօր մեր սիրը գսավի Ես գուզեմ բալետի մասին խոսես մեկ վարյան։ Բալետի համար։ Որ TV վրա պիտի դրեն մարդիկ որ գիտնան։ Well, հունիս 7-ին է ընդդությունը եւ ամեն մարդ եւ բալետը գարնե գրեստեք սեր բալետների մեջ իմ անունս գրեստեք Քրիշ Շահինյան եւ անպայման մեր անունին կով գտնեք սեր անուն եւ երբեք մեգումը միդակ ցերկը որ սեր բալետը առնե մի խապիկ եթե մեգսը ու ես սեր համար գլեցնեմ Սեր բալետը ցեզի կպատկանի եւ Միացյալ Նահանգներ օրենքով մեկը իրավունք ունի այդ սեր բալետը լցնելու եւ կստանանք մոդորեն absentee բալետները կխնդրեմ սերլի հայրենագիցներ սերլի դարեց քույրեր եւ եղբայրներ մեգումը այդ բալետը վստահիկ ով գուզե թողլա ինչ կազմակերպության անուն թողլա թուք սեր ցերկով պետք է լցնեք եւ փագեք եւ ինեբաս սեր հայ տեխնոլոգիին ինեբաս սեր ազգի մեկ զավակին որբեսի եսալ իմ գարքին օգնեմ ցեզի եւ նմանավանդ ինչու՞ չէ օգնել Ղարաբաղի եւ օգնել մեր հայրենիքին։ Շնորհակալ ենք որ եկար Խաչիկ։ Շնորհակալ ենք որ մեզ հետ միացաք, ուրեմն միջև քալ եկող շաբաթ գիշեր ժամը 8-ին դուրնանք հաղորդումի շարունակությունը միջև քալ շաբաթ ասված ցես հետ։ Նոր խանութ Գլենդելում Garfield եւ Acacia փողոցների խաչմերուկում Savannah Kids խանութի հարևանությամբ է բացվել Meat Market and Deli խանութը, որտեղ կարող եք կատարել ձեր ամենօրյա գնումները։ Թարմ մսեղենի եւ երշիկեղենի մեծ տեսականի Glendale-ի բոլոր խանութներից 10-ից 15% ցածր զեղչերով։ Բանջարեղեն, նպարեղեն, քաղցրավենիք, թարմ հաց, կատնամթերք եւ ամեն ինչ մեր խոհանոցի համար։ Խանութում ձեզ կդիմավորեն Միշան եւ Ազատը, որոնք երկար տարիներ սիրով սպասարկել են ձեզ։ Glendale-ի Meat Market and Deli-ն հայ տանտիրուհիների լավագույն խանութն է, համեցեք։ Welcome to A-Star Furniture. We sell the exact same furniture